Ցմահ դատապարտյալների ծեծ ու ջարդն ու բարաշեն քրեակատարողականում դատապարտյալներից մեկի ծնող ներկայացած կինը ցանկանալով մնալ անանուն կենտրոն հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ահազանգել է, որ դիմակավոր անձինք ազատազրկվածներին հարվածել են մահակներով դաժանորեն։ Ծեծում են, մորթում են բոլոր տղաներին, կամերները փշրում են, ես չգիտեմ ինչ որ մի հարցին մի բան մի ձև լուծեք, թե չէ բոլոր տղաների գլուխը այնտեղ ուտել են։ Առանց պատճառաբանելու եւ բացատրության մեր զրուցակցին հայտնի չէ ինչու կամ որ արարքի համար են գազանաբար ծեծել անազատության մեջ պահվող մարդկանց։ Հայտնի չէ նաեւ թե ովքեր են գործի դրել մահակները։ Մասկաներով են հակած եղել, որ ոչ մեկ չճանաչի։ Մենք հիմա ես չգիտեմ, ընդեղի աշխատողներ են եղել, դրսից են եկել, որտեղից են եկել, ամենայն դեպս առանց ինչ-որ բան ասելու մտել են միանգամից բոլորին սկսել են ծեծել։ Թուշացավ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը։ Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է գործուղել քրեակատարողական հիմնարկ առանձնազրույց ունենալու դատապարտյալների հետ։ Քիչ անց պաշտոնական պարզաբանում տարածեց քրեակատարողական ծառայությունը հատուկ միջոցառում ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու համար։ Կատարվածի առանցքում մեկ դատապարտյալ է։ Նշվում է, որ նա տևական ժամանակ խաթարել է հիմնարկի բնականոն աշխատանքը, փորձել առավելություն ստանալ, ու երբ որոշվել է դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ի պաշտպանություն նրա որոշ կալանավորներ եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն ըստ քրեակատարողական ծառայության ռենտգեն հետազոտությունից հետո նրանց մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։